Ես Զաննա Շահնազարյանն եմ, Երևանի Պետական բժշկական համալսարանի սրտաբանության ամբիոնի ասիստենտ։ Մեր թիմը Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոցի ընդհանուր և ինվազիվ սրտաբանության բաժանմունքում ուսումնասիրել է հաճախակի ամբուլատոր էխոսրտագրական գնահատման դերը ծանր հարաճուն սրտային անբավարարության պացիենտների հոսպիտալացումների կանխարգելման գործընթացում։ Գիտենք, որ ներսրտային հեմոդինամիկայի վատթարացումը նախորդում է սրտային անբավարարության դեկոմպենսացիայի ախտանիշների հայտ գալուն և կարող է սկսվել ախտանիշների առաջանալուց օրեր կամ շաբաթներ առաջ։ Այդ իսկ պատճառով ֆիզիկալ զննումը մեզ թույլ չի տալիս վաղ հայտնաբերել սրտային անբավարարության դեկոմպենսացիան և ախտորոշել այն ասիմպտոմ փուլում, այնինչ էխոսրտագրական գնահատման միջոցով մենք կարողանում ենք շատ վաղ փուլերում հայտնաբերել սկսվող սրտային անբավարարության դեկոմպենսացիան։ Այսպիսով, մեր նպատակն էր էխոսրտագրության միջոցով գնահատել ներսրտային հեմոդինամիկան և կանխատեսել մոդալուց մոտակա սրտային անբավարարության դեկոմպենսացիայի զարգացումը, այնուհետև միզամուխ թերապիայի կարճատև ինտենսիվիկացիայի միջոցով փորձել կանխարգելել դեկոմպենսացիան, որի հետևանքով նաև կանխարգելել հնարավոր հոսպիտալացումը։ Մեր առաջարկած ալգորիթմը ոչ միայն բարելավում է սրտային անբավարարության պացիենտների կյանքի որակը և կանխատեսումը, այլ նաև կարող է նվազեցնել ծանրաբեռնվածությունը առողջապահական համակարգի վրա, որը պայմանավորված է այս պացիենտների հաճախակի հոսպիտալացումներով։ Մեր կողմից առաջարկած մոդելը շատ արագ, մատչելի, հասանելի մեթոդ է, որը հատկապես լայն կիրառություն կարող է ստանալ այն երկրներում, որտեղ բացակայում է ինվազիվ տելեմոնիտորինգի հնարավորությունը։